հարցը տնտեսական էֆեկտը դրական է, հումանիտար առումով կատաստրոֆիկ, եւ երկրորդը պղնձի գինը պատմական ռեկորդներ է խփում, բայց մեր երկիրը շարունակում է պարտք վերցնել ու գրեթե ամբողջ աճը էս ինչ տեսնում ենք ժողովուրդ, ինչ տեսնում ենք, վարկա, կեսը ժողովրդի, կեսը պետության, չկա տակը գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Դուք դեռ շարունակում եք պարոն Ղազարյանի հայտարարությունը խնդրահարույց համարել, թե ոչ։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումը, կարծում եմ մեր մոտեցումով ամեն ինչ ասված է։ Կներեք, պարոն Ղազարյանը ներողություն կխնդրի, թե ոչ։ Ներողություն, Բառացի չեք ասում, պարոն ներողություն կխնդրի, թե ոչ, պարոն Ղազարյան։ Մենք արդեն տեսանք, այն ինչ տեսանք, շնորհակալ եմ։ Ես չէ, բայց գործընկերներ ունեմ, որ այո։ Ոնց է ձեր նյարդերը դիմանում, երբ որ ձեր առջև կանգնած, ձեր թիմակցին ընդհանուր առհասարակ շատ վիրավորական եւ կոշտ բառապաշարով խոսում են, մարդ թափ տալով, չգիտեմ, ասում են ազգային ժողովից դուրս կշպրտենք, էվակուացնենք, սադրիչ, ինչ ասես ասում են։ Ես հասկանում եմ, որ հիշում եմ, թե ում համար եմ այստեղ, հիշում եմ, որ իմ ժողովրդի, այսինքն մեր հասարակության այս ամբողջ ընթացքում անցած տարվա ինչքան գյուղեր ենք եղել, ինչքան մարդկանց հետ ենք շփվել, ինչ պատասխանատվություն ունեմ ես այդ մարդկանց առաջ 100,000-ների ու հիշում եմ, որ այս պահը ոչ աշխատանքից խոսալու պահը այդ մարդկանց օգուտ չի իմ ժամանակը, որ իրանք ինձ գործուղել են այստեղ ու հասկանում եմ, որ առաջներտությունը մարդկանց կյանքի վրա ազդեցությունն է, գեր առաջներտությունը փոփոխության արդյունքում, որովհետև բազմաթիվ են խնդիրները Իսկ ընդհանուր առաջնահերթությունը մեր հասարակությունը կարա վստահ լինի, եթե անձնական ոչ մեր հասարակության կողմից գործուղված այստեղ մարդ լինեինք մենք, այդ վստահությունը չստացած լինեինք, անձնական խնդիրները լուծելը չեմ կարծում, որ մարդ կկասկածի, որ շատ հեշտ կարող եմ խնդիրների տեղային լուծումներ տալ, դրական, բայց կարծում եմ, որ առաջնայինա մեր մարդկանց կյանքի բարելավումը, հիշենք ինչի համար ենք մենք ստեղ եկել ու լուրջ վերաբերվենք մեր աշխատանքին, լուրջ վերաբերվենք ինչի համար ենք ստեղ։ Գիտեմ թվերը ձեզ հետաքրքիր չի, բայց թվերը շատ վախենալու են։ Պարոն Ղազարյանի հետ կապված դուք որևէ մոտեցում կամ մի դիրքորոշումները հայտարարությունները փոխելու կամ իրեն ինչ որ հորդոր եղել է։ Արդեն նշեցի, կարծում եմ ինքը կներկայացնի, ինքը խնդրել է, որ այդ հարցով ինքը միայն ներկայացնի։ Պարոն Կարապետյան, եթե չընդունեն հանձնաժողովների ձեր առաջարկած թեկնածուներին դուք ունեք պլան B, նորից կառաջադրեք։ Կորոշենք։ Պարոն Կարապետյան, երբ որ առաջ դուք երկխոսեցիք ադրբեջանցիների մեղրի սահմանայցության վերաբերյալ էլեկտրասյուների տեղադրման հնարավորության մասին, երեք Փաշինյանը դրան անդրադարձավ եւ նշեց, որ սենսացիա եք դարձրել, բայց դրա վերաբերյալ օրինակ հայկական կողմը հաղորդագրություն է տալիս եւ ընդհանրապես դա նորմալ է։ Երկու երկրների համար նաև նշեց Հայաստանի մասով, որ առաջնային մենք ինֆորմացիան ստացանք ժողովրդից, ժողովուրդը ուժեղ Հայաստան կուսակցության երկու ոնց որ այցելությունների պահեր կարող եք ճշտել, երկու ամիս առաջ ժողովուրդը ահազանգում էր ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ մտահոգություններ էր հայտնում, որ ադրբեջանցիներ աշխատանքների ինչ որ ուսումնասիրություն են կատարում մեր հայրենիքի այդ հատվածում։ Վերջին հարցը թիմերի վերաբերյալ, քանի որ դուք նշել եք, որ առաջադրելու եք տեխնիկներ, դուք արդեն որոշում ունեք, որ մի քանի համայնքում ունենք, Գյումրիում, Արցիկում, Աբովյանում դուք արդեն որոշել եք տեխնիկներ։ Մի քանի համայնքում ունենք, մի քանի համայնքում դեռ որոշումների փուլումը կներկայացնենք ընթացքում, որպեսզի վերջնական հենց ներկայացնելու ժամանակ բոլորին կներկայացնենք։ Բոլոր համայնքներում որտեղ որ